Ողջույն արգելներս, այսօր հրավիրել եմ նորից մենք շարունակում ենք մեր զրույցը, երեքով ենք, անցյալ անգամ քննարկեցինք ձախակողմյան կուսակցությունները ինչ են իրենցից ներկայացնում և մեր հաղորդման ժամանակ ասեցի, որ քննարկենք այսօր նաև աջակողմյան կուսակցությունները, իրենք ինչ են իրենցից ներկայացնում և ընդհանրապես որն է աջակողմյան կուսակցության, աջակողմյան գաղափարախոսության և աջակողմյան կուսակցությունների գործունեությունը։ Մենք հայկական տարածքում դժվարությամբ ենք այդ խնդիրներից տարանջատում և այս ուղղությամբ խնդիր ունենք, ես հասկացել եմ, որ այդ խնդիրը կա, դրա համար մենք միասին երեքով քննարկում ենք այս հարցը։ Ուրեմն աջակողմյան են բոլոր այն ուժերը, ովքեր առաջ են մղում ազգային նպատակները, որոնք ուղղակիորեն մյուս ազգերից անջատվում են իրենց առանցքային խնդիրներով։ Այսինքն այն ազգայինները, որոնք որ Հայաստանում կան, որ դնենք հարևան վրացի ազգայինների կողքին, հստակ կտեսնենք տարբերությունները, բայց այն ձախակողմյան ուժերը, որոնք Վրաստանում են, և այն ձախակողմյան ուժերը, որոնք Հայաստանում որ դնենք իրար կողքի, իրենք իրարից չեն տարբերվում։ Սրանք հստակ են, ինչու է այդպես։ Հենց այդպես է արված, որպեսզի մենք կարողանանք ազգը մյուս ազգից տարանջատել իր գաղափարներով, իր մոտեցումներով, իր նիստուկացով, իր կենցաղով, մշակույթով, քաղաքական մշակույթով նաև ամենավճռական պահին ազգի հետ կապված խնդիրները լուծելու ժամանակ ազգային կամ աջակողմյան ուժերի դիրքորոշումից է կախված լինելու այդ պետության ժողովրդի ազգի ապագան։ Կլուծվեն նրանք, կվերանան կամ կմնան, կշատանան կամ կքչանան, դրանք իրականացնում են աջ ազգայնականները։ Սա ընդհանուր որպես մեր խոսակցության սկիզբ, հիմա խոսքը փոխանցեմ Հարությունին, հետո Ալեքսանյանին, համեցեք։ Շնորհակալություն, միանգամից անցնեմ բուն թեմային, բոլոր ազգային ուժերի գլխավոր նպատակը կայանում է նրանում, որպեսզի վերականգնեն ազգային օրենքները, որոնք որ դարերի ընթացքում անցել են մեծ մշակում, թրծվել են, ինչպես որ մեր տառերն են նաև այբուբենի։ Ուրեմն հստակ մենք ունենք օրենքներ, թե պետական, թե կրոնական, որ մտնում է ազգի տարածքում։ Միայն ազգային գաղափարը ծնվել է այն դեպքում, երբ որ ծնվել է օրենքը։ Օրենքը դա նշանակում է որոշում, որ մեծերով նստել որոշում կայացել են կամ իմաստունների խորհուրդը, որ պետք է այսպես լինի ազգային, այսինքն ցանկացած գործողություն պետք է բխի ազգի բոլոր ներկայացուցիչների շահերից։ Դա լինում է օրենք, այսինքն դրա համար կոչվում է օրենքը պետք է լինի բոլորի համար հավասար, այսինքն հավասարապես պետք է բոլորի շահերից բխի, որ դառնա իրական ազգային, չլինի խմբակային։ Դա կոնկրետ հստակ ազգի և ազգային բառի կամ գաղափարի կառուցվածքն է, սխեման է։ Ազգը հստակ ունի նպատակ։ Նորից մի հատ վերհիշենք, ազգի նպատակը ինչն է կանում ազգային խնդիրների, հստակ բոլորի խնդիրների տալ լուծումը, այսինքն բոլորի հոգսերը կլինեն, մտածմունքները կլինեն, նպատակները կլինեն, հավաքվել մի ընդհանուր գաղափարի շուրջ, ու այդ օրենքները ներկայապահին կան։ Ազգային ցանկացած կուսակցություն, ովքեր որ աջակողմյան տարածքում են գտնվում, ասում են մենք ազգային ենք, նշանակում է ազգի օրենքները վերականգնել, թե կրոնական մասով, որ մտնում է ազգի մեջ, թե պետական օրենքներով։ Եվ շատ հստակ է, որ մենք պետք է նաև էլ առավել գիտակցենք, որ այդ օրենքը գրվել է բոլորի համար։ Օրինակ մեկ պարզ օրինակ բերեմ, ջուրը կամ լույսը պետք է օրենքի համար բոլորի տանը լույս լինի, չլինի օրինակի համար Հայաստանի 90% տարածքում լույս լինի ու 10%-ի համար չլինի, նման օրենք գոյություն չունի, նման օրենքը չի գործում, այդ դեպքում լինում է անարդարություն։ Երբ որ օրինակն եմ բերում, հստակորեն լինում է բոլորի տունը լույս, այդ դեպքում լինում է ազգային գաղափար, ազգային նպատակ, կամ ասֆալտերի հետ կապված խնդիրը, ճանապարհների հետ կապված։ Եթե արվում է ազգի բոլոր ճանապարհները, այդ ազգային տարածքում ինչքան որ ճանապարհներ կան ասֆալտ, օրինակի համար, որը որ օրենքով հստակ տրված է, հնարավորություններ կա արվելու, դա լինում է արդեն ազգային, որ բոլոր գյուղերում, փողոցներում,
լինում ասֆալտ, չլինի մի գյուղի վրա կամ մի մարզի վրա դնեն միլիարդավոր դոլարներ, սարքեն փոխաբերական իմաստով դրախտ, այն մի քանի մարզերը քյասիբության մեջ մնան, այսինքն ոչ ճանապարհ ունեն, ոչ բան։ Դա այդ դեպքում ազգային չի կարող կոչվի։ Այդ դեպքում կարող կոչվի ավազակապետություն, թալանչի, ժուլիկություն։ Փողերը վեկալ են կերել են, այս գյուղի բաները ասֆալտ չեն արել։ Դրա համար ինչի համար է Մկրտչյանը հստակ նշում, պետք է տարանջատենք, որ հասկանան։ Հստակ տրվում է բոլորի համար, օրենքը բարձ ասում է, որ պետք է եթե գործ արվում, պետք է արվի բոլորի համար։ Իհարկե ազգային, նեղ ազգային տարածքում։ Մենք հələ հարևան ազգերին չենք անդրադառնում։ Ես այս կանոնով խոսքը փոխանցեմ Զայնել հետը միասին փոխանցեմ Ալեքսանյանին, Ալեքսանյան ջան, համեցի հաջորդիվ ես շարունակեմ։ Շնորհակալություն, իհարկե մանրակրկիտ ներկայացրեցիք ազգայինի խնդիրները։ Ես կուզենայի ազգայինը, ընդհանրապես աջակողմյան կամ ցախակողմյան թևերը կառավարման համակարգի ներկայացնել ընդհանուր կառավարման տեսանկյունից։ Բոլորին հայտնի է, որ պետությունը կառավարման բարձրագույն ձևն է։ Եվ պատահական չէ, որ պետություն ունենում են այն ազգերը, որոնք արդեն կայացած ազգեր են եւ տասնամյակների կամ դարերի ընթացքում ձեռք են բերել որոշակի փորձառություն կառավարման տեսակետից, ունեն տրադիցիաներ, կան ազգեր, որոնք շատ հին են, այսպես ասենք, գալիս են դարերի խորքից եւ բնականաբար նրանք էլ ժամանակին ունեցել են պետություն եւ նրանք փորձում են այդ իրենց ազգային տրադիցիաները շարունակել եւ փոխանցել ժառանգաբար մինչեւ հաջորդ սերունդները։ Բնականաբար ցանկացած պետական կազմավորման նպատակը այն ինչ որ ժառանգություն ստացել են նախորդներից, նախկիններից, բնականաբար փոխանցել ապագա սերունդներին։ Իսկ ամենամեծ ազգային արժեքը, որ ամեն մի սերունդ պետք է այդ պարտականությունը կատարի, դա հենց պետությունն է։ Դա քիչ առաջ ասեցի, դա կառավարման բարձրագույն ձևն է։ Ժամանակակից կառավարման համակարգերն ենք նախորդ քննարկման ժամանակ ներկայացրեցինք այդ համակարգը, կազմված է հիմնականում 3 ուղղություններից. կենտրոնամետ ուժեր, աճ կամ ազգային ուժեր եւ ձախ կամ ինչպես ասում են ազատական ուժեր։ Ժողովրդավար, այսօրվա լեզվով ասած։ Բնականաբար այսօրվա թեման ազգային ուժերի մասին է եւ ճիշտ կլինի, եթե մենք խոսենք ազգային այդ թևի որպես ինքնուրույն կառավարման համակարգի առանձնահատկությունների մասին։ Եթե ընդհանուր պետությունը դա մեկ ամբողջություն է, մեկ կառավարման համակարգ է, դա չի նշանակում, որ այդ մեկ կառավարման համակարգը դա ընդհանրապես մեկ էլեմենտ է, ոչ։ Կառավարման համակարգը կարող է լինել մեկ ընդհանրություն, բայց բաղկացած լինել տարբեր էլեմենտներից, տարբեր թևերից, տարբեր մարմիններից։ Եվ ինչպես նշեցինք, այդ թևերից մեկը աճ ազգային ուժերն են։ Ինչով են ազգային ուժերը առանձնանում, ինչ են տալիս պետությանը, ինչ են տալիս իրենց ազգին, ինչ են տալիս ընդհանրապես քաղաքակրթությանը։ Նախ եւ առաջ նրանք ինչպես պետական բոլոր մարմինները մտահոգված են պետության պաշտպանության, պետության անվտանգության պահպանության, պետության զարգացմամբ, տնտեսության զարգացմամբ, ինչպես այսօր ընդունված է, ասա շատ մոդայիկ բառ է դարձել, բյուջեի ավելացմամբ, որտեղ այսօր պետության հզորության բաղադրիչներից մեկը դա բյուջեն է, ինչպես ասում են այսօր տնտեսական հզորությունը։ Բայց այս բոլորին հասնելու համար կան տարբեր ճանապարհներ, տարբեր եղանակներ, ինչպես ասեցինք, տարբեր տրադիցիաներ։ Դա կախված է պատմականորեն տվյալ պետության կամ տվյալ ազգի անցած ճանապարհից։ Նորից եմ կրկնում, այն ազգերը,
այն պետությունները, որոնք շարունակաբար մի քանի հազար տարի գոյություն ունեն, բնականաբար այդ տրադիցիաները շարունակում են եւ որքանով իրանք կարողանում են հարմարվել նոր իրողություններին, իսկ ժամանակի ընթացքում իրողությունները փոխվում են արտաքին շահերը, արտաքին հարաբերությունները, փոխվում են հարևանները ի վերջո եւ բնականաբար նրանք պարտավոր են իրենց այսպես կոչված շարժման ուղղությունները համապատասխանեցնել այդ նոր իրողություններին։ Խոսելով աչերի մասին արդեն սկսում ենք կրկնվել, բայց արդեն գալիս ենք այն կարևոր հանգուցակետին, թե ինչի վրա են հենվում աչերը։ Բնականաբար ազգային արժեքների պաշտպանությունը, սկսած լեզվից, սկսած պատմությունից, սկսած մշակույթից, սրանք ամենակարևոր գործոններն են, որոնք ոչ միայն ուրեմն իրենց զարգացման մակարդակին համեմատ հզորացնում են տվյալ պետությանը, այլև նրանք միաժամանակ կարևոր դերակատարություն են ունենում տվյալ ազգին, տվյալ պետությանը տարբերել հարևաններից։ Քիչ առաջ պարոն Մկրտչյանը համեմատեց Հայաստանի ու Վրաստանի ազգային, այսպես կոչված շահերի կամ ասենք ազգային նկարագրի հետ։ Այո, երկու հարևան երկրներ պարտադիր չի իրար նման լինեն, ինչքան էլ նրանք հազարավոր տարիներ հարևանություն են արել, բայց դա ոչ մի կապ չունի նմանությանը, որովհետև սկսած լեզվի առանձնահատկություններից, մշակույթից, կրոնից եւ այլ մնացած առանձնահատկություններից նրանք ամեն ինչով տարբեր են։ Այդ հարևանություն բառը ես պատահական չասեցի։ Պատմությունը ցույց է տալիս, որ լավ հարևան ունենալը, դա նաև հայկական ժողովրդական ասացվածքն է ասում, չէ, հերո բարեկամից լավ է։ Այդ առումով այն ազգերը, այն պետությունները, որոնք լավ հարևաններ են ունեցել, նրանք այդպես կայուն իրենց դրացիական հարաբերությունները եւ արտաքին հարաբերությունները այդպես համադրելով կարողանում են առաջ տանել իրենց պետությունները։ Բայց ցավոք սրտի վերջին հազարամյակը հայ ժողովրդի համար շատ անբարենպաստ է եղել այն առումով, որ մենք պետականազուրկ ենք եղել, պետություն չենք ունեցել։ Եվ այստեղ մեր պետության, կարելի ասել, բացակայությունը բերել է այն անբարենպաստ իրավիճակի, եւ մեր տարածաշրջանում հայտնվել են օտարածին ազգեր, օտարածին ցեղեր, որոնք ինչ որ ձևով չեմ ուզում պատմական բաներ ասել, հիմնավորվել են, նույնիսկ մեր հայրենիքը երկար ժամանակ եղել է նրանց կայսրությունների մաս, ավելին ասեմ մասնատված մի քանի կայսրությունների մեջ ենք մենք եղել, բայց վերջի ասենք 2-300 տարին հիմնականում մենք 3 կայսրությունների մաս ենք եղել։ Եվ այդ 3 կայսրությունների հետնորդ երկրները այսօր մեր տարածաշրջանի, այսպես ասենք, գերտերություններն են, որոնք իրենց հզորությունների, դեռևս պահպանված հզորությունների շնորհիվ կարողանում են մեծ ազդեցություն ունենալ, բայց բացասական ազդեցություն ունենալ այնպիսի փոքր ազգերի վրա, ինչպիսին մենք ենք։ Իհարկե հայ ազգը փոքր ազգ չի, ես հայ ազգին համարում եմ աշխարհի ամենամեծ ազգերից մեծը, որովհետև մեծությունը միայն քանակով կամ ասենք տարածությամբ չի որոշվում, մեծությունը որոշվում է բազմաթիվ գործոններով, որոնցից ամենակարևորը հենց անցյալի ժառանգած արժեքներն են, սկսած գիր ու գրականություն, պատկի տեսեք, ասենք մեր հարևանները երբ են ստեղծել իրենց գերականությունը եւ մենք որ դարից ենք գալիս, հələ չհաշված նախամաշտության գրերի մասին։ Շատ է շրջվում, մեր թեմա շատ կոնկրետ։ Սրանք ազգային առանձնահատկություններն են։ Ես ինչի համար մի փոքր շեղվեցի,
որ այսօր մենք ունենք մենք այսօր ունենք այնպիսի հարևաններ, որոնք չեն հանդուրժում մեր ինքնուրույն այդ արժեքները, այդ մեծությունները չեն ընդունում, նույնիսկ ավելին ասեմ, նրանք փորձում են մերը սեփականացնել, մերը վերցնել, իրանց այդ չունեցածը տալ մեզ, վերագրել մեզ։ Սա իհարկե շատ բան է։ Եվ այստեղ շատ կարևոր է ազգային պետություն ունենալը։ Մենք պես վերջի 5-6 տարում համոզվեցինք, որ ինչքան ուրեմն կորուստներ ենք մենք ունենում, երբ որ մեր ազգայինը մենք ստորադասում ենք, չենք հետամուտ չենք լինում նրա պաշտպանությանը, պահպանմանը եւ դա բերում է կորուստի հետևից է գալիս։ Մենք իհարկե վերջի մի քանի տարվա մեջ շատ մեծ կորուստներ ունեցանք, որոնցից ամենամեծը Արցախի կորուստն էր։ Իհարկե այդ կորուստը տեղափոխվեց ցավոք սրտի նաև մեր հանրապետություն եւ շարունակվում է այդ կորուստների շղթան եւ դրա ճանապարհը փակելու այսօր գլխավոր նախապայմանը ազգային պետություն ունենալն է։ Հաջորդ ելույթի ժամանակ ես ավելի կմանրամասնեմ ինչ է նշանակում։ Ես հենց հիմա չհամաձայնվեմ արդեն։ Ես համբերում լսում եմ, որովհետեւ մենք խոսենք ազգային աչակողմյան ուժերի լինելիության, նրանց որպիսության մասին, ով են դրանք։ Ես համբերությամբ ասում որ մի բան ասես, ես հասկանամ, դե ձեր չհասկացա, ազգայինը որն է։ Հիմա որովհետեւ մենք հասկանանք, ստիպված պետք է նորից գնանք սկզբից, որ մենք միասին գոնե երեքով զրույցի միջոցով մեր լսողներին ասենք, որոնք են այդ ազգայնական ուժեր կամ ինչ իրենց ներկայացնում ընդհանրապես այդ աչակողմյան քաղաքական ուժերը, այդ ուժերը ունեն որոշակի առանձնահատկություններ, դու ասեցիր, բայց պետք է նկատի ունենք, որ այդ ուժերը, ազգայնական ուժերը իրենց մոտեցումները, լուծումները շատ տարբեր են կապված տվյալ էթնոտեսակի, նրա զբաղեցած դիրքից, վայրից, նրա պատմական ձևավորման խնդիրներից եւ այլն։ Հիմա ինչի մասին որ մենք խոսենք, իրենք ընդհանրություններ ունեն, աչակողմյան ազգայնական ուժեր իրենք ընդհանրություններ ունեն եւ այդ ընդհանրությունները իրենք շատ կոնկրետ են բոլոր ազգայնականները ինչպես նաեւ բոլոր ցախակողմյաններն ունեն իրենց ընդհանրական գծերը եւ այստեղ էլ բոլոր աչակողմյան ազգային պահպանողական ուժեր ունեն իրենց ընդհանուր գծերը անկախ ազգային պատկանելիության բոլոր ազգայնական ուժերը դրանք պահպանողականներ են առաջի հերթին իրենց առաքելությունը պահպանել այն ինչ որ իրենք ստացել են բայց խնդիրը ձևակերպումների մեջ են ոչ թե իմացությունների հիմա մենք ձևակերպում ենք աչ ազգայնական ուժերն առաջերտին պահպանողականներ են նրանք խորը գիտակցված ազգայնական են իրենց ազգով անջատվում են մյուս ազգից եւ երբեք զրույցի ժամանակ չեն ասում դե բոլորս էլ նույն Ադամ Եվայից ենք ծնվել հստակ ասեն մենք հայ ենք մյուսներն ասեն մենք թուրք ենք մյուսներն ասում են մենք ռուս ենք դրանք ազգայնականության հաջորդ էլեմենտն են անհատական պատասխանատվությունը բոլորն ունեն անհատական պատասխանատվություն բայց աչակողմյան ազգայնականներն ունեն անհատական պատասխանատվություն եւ դա դրսեւորումներ ունի հենց արդեն կենցաղում երբ որ երեխան ծնվեց ինքը պետք է լինի քրիստոնյա երբ որ մենք պարտադրում ենք պահանջում ենք մեր զավակներից մեր ժառանգներից եւ ինքներս մեզանից պահել որոշակի նորմեր դա անհատական պատասխանատվություն այսինքն զիջել տեղը մեծին զիջել տեղը կնոջը էլ ինչ որ նման բաներ այդ անհատական պատասխանատվությամբ է պայմանավորված ազգայնականության պահպանողականությունը եւ ամենակարևոր անհատական պատասխանատվությունը ունենալ 4 երեխայից ավել երեխա որպեսզի ազգը աճի որտեղ եթե այն ազգը որը 4 երեխայից ավել երեխա չի տալիս այդ ազգը ինչ որ մի ժամանակ պետքա մեռնի վերանա գնա եթե դու ազգայնական ես եթե մենք մեզ համարում ենք ազգայնական ապա այդ առաջի անհատական պատասխանատվության կարևոր դրսևորումն է
երիտասարդ սերնդին ասել, որ դուք պետք է ունենաք 4 երեխա, դուք պետք է ամուսնանաք հայի հետ։ Հաջորդ օրենքի գերակայությունը։ Երբ որ մենք հարությունն ասեց օրենքի գերակայությունը, այո, բայց ելի մենք պետք է օրենքի գերակայությունը քննարկելու ժամանակ նկատի ունենք այդ որ օրենքների գերակայությունը ազգայնականը իրեն համարում է առաջնային։ Չէ որ ձախական կողմը նույնպես օրենքների գերակայությամբ են ապրում։ Որը պահպանողականությունը, անհատական պահպանողականությունը, օրենքների գերակայությունը իրենք մեկ ամբողջություն են։ Այդ օրենքների գերակայությամբ է, որ ազգայնականությունը կգնա առաջ, մասնավորապես մենք օրենքի գերակայություն ասելով ինչ ենք հասկանում այսօր, ինչ ենք հասկացել 50 տարի առաջ, ինչ ենք հասկացել 1300 տարի առաջ։ Օրենքի գերակայության կարևորագույն փաստաթուղթը հայ իրականության մեջ եղել է աշխարհաժողովը, հաջորդը Սմբատ Գոնդստաբլի օրենսգիրքը։ Այդ օրենքի գերակայություն ազգային կտրվածքով, երբ որ լեհերը վերցել են Սմբատ Գոնդստաբլի օրենսգիրքը եւ դրանով ինչ որ բաներ են արել իրենց հասարակության մեջ, հաջորդը եղել է բանի դատաստանագիրքը, որը դեռ օգտվել են։ Հաջորդը կրոնական արժեքներն են։ Հիմա, երբ որ մենք ասում ենք հայ ժողովրդի, հայ ազգի համար կրոնական արժեքներ կան, ուրեմն պետք է այդ արժեքները բերվի առաջի պլան։ Մենք ունենք քրիստոնյաներ եւ ունենք հեթանոսներ։ Այդ հեթանոսները կրոնական արժեք են ազգային։ Հիմա հեթանոսներն իրենք չգիտեն իրենք ով են, հետեւաբար իրենց հետ խոսել բավականին դժվար է դառնում։ Իրենք ներփակված են հեթանոս բառի մեջ առանց հասկանալու, որ իրենք կամ պետք է լինեն Ավեստայի հետնորդներ, կամ պետք է լինեն մեկ այլ բանի, մեկ այլ բան չկա, ուրեմն քրիստոնեիզմից առաջ կար մեկ սրբազան գիրք Ավեստաներ, որի գլխավոր գործող աստվածը կամ երևույթը Ահուրամ Ազդան էր։ Ուրեմն իրենք այդ կրոնական արժեքն լավ չեն պատկերացնում, այսինքն մենք խնդիրներ ունենք, մենք քրիստոնեական արժեքը գոնե ինչ-որ մի ձևով պատկերացնում ենք, իսկ այ կրոնական արժեքները չենք պատկերացնում։ Եվ պահպանողականության հաջորդ գլխավոր էլեմենտը տնտեսական քաղաքականությունն է։ Տնտեսական քաղաքականության մեջ, եթե հայ ժողովուրդը լիներ պահպանողական, ապա կպահպանվեին սովետական միությունից մնացած գործարանները։ Եթե մենք պահպանողական ազգ լինեինք, որպես ազգային պահպանողական լինեինք, ապա մշակութային շերտերը, որոնք սովետական միությունը ստացել էր, նրանք կպահպանվեին։ Երևան քաղաքը 80%-ով պահպանված չի, որևէ մի քաղաք Հայաստանում բնակավայր պահպանված չի, առանցին վերցած Գյումրին պահպանվածություն ունի, բայց դա էլ կախված չէ, որ գյումրեցիներն էին ցանկանում կամ ուղղված էր այդ պահպանված լինելու հանգամանքը ազգային լինելու, պարզապես սիրուն շենքեր էին, այդ սիրունությամբ իրենք պահպանվել են։ Հիմա սրանք են այդ խնդիրները, որոնք որ առանցքային են։ Այ բերեք հիմա հերթականությամբ։ Ես ասացի, առաջի կետը համեցեք պահպանողականությունը, ով ձեզանից ինչպես է անցալում պահպանողականությունը։ Առաջին հերթին պահպանողականությունը պարզ արդեն բառը ասում է, որ եթե օրինակի համար կա արժեք, արժեքը պիտի պահվի։ Բայց արժեքը ոչ թե պահվում է, այստեղ մի փոքր կա փոփոխություն անելու գործում, նախադասություն մեջբերում անը, ոչ թե պահվում է, այլ վերածվում է իրականության։ Ոչ թե գանձը մենք պետքա տանենք պահենք, այլ գանձը պետքա օգտագործենք, որ նրանից արդյունք ստանանք։ Հիմա ում է պետք պահենք արժեքները, բայց չկիրառենք։ Ոնց որ հարստությունը տանենք, պահենք, բայց ոչ մի բանը պետք չլինի։ Փաստացի, ոնց որ Մկրտչյան ջան նշեցի, մեկը մյուսին անգամ զիջելու հետ կապված, մեծերին զիջելու հետ կապված, մեծը երբ որ մտնում է տուն, պետքա բոլորը կանգնեն, ոնց որ դպրոցում է, սովորացել են։ Ուսուցիչը երբ մտնում է ներս, պարտավորում ենք մենք բոլորս ոտքի կանգնել, պատվի արժանացնել։ Մի բան որ երկխոսությամբ գնանք, երբ որ մենք ասում ենք պահպանողականություն, մենք նկատի չունենք դրա պահեստավորումը, այ դրա ամբողջականությունը, պահպանողականությունը, այսինքն դու պահպանում ես գույքի ամբողջականությունը, ես այդպես եմ հասկանում, այլ ոչ թե գույքի պահեստավորումը։ Չնայած մեր իրականության մեջ մենք սիրում ենք պահեստավորել,
այլ ոչ թե ապահովել նրա ամբողջականությունը կիրառման նպատակով։ Պահպանում ենք կիրառելու համար, բայց պայստավորում ենք չօգտագործելու նպատակով։ Դրա համար եմ ասում, Մկրտչյան ջան, այո, տենց է որ կա, դրա համար մենք չի օգտագործում հիմա, ասենք, եթե մարդ խոսում է ազգային բառը օգտագործում, ազգային բառը դա հոգևոր տարածքից նշանակում է ազնվական հոգեվիճակի մեջ լինել, թագավորական, անգամ կայսերական հոգեվիճակով, որ մարդը կարող է խոսի ազգային խնդիրների մասին։ Մենք երբ որ ասում ենք միասնություն, պետք է ազգը միավորվի, ազգը միավորվում է հենց գաղափարի շուրջ։ Երբ որ բոլորի տունը լույս է լինում, բոլորը ունենում են ջուր, բոլորը ճանապարհները ասֆալտ է, օրինակ համար, բոլորը տուն ունեն, որովհետև բոլորին հասնում է ստորենքի տուն, որ պետք է ունենա։ Ու երբ որ դա չի լինում, արդյոք ինչի շուրջ միանան, մի քանի հոգու միլիոնների ու մի քանի հոգու օրինակ կոպեկների դիմաց։ Ավելի կոնկրետացնենք խոսակցություններ, որտեղ մենք կոնկրետ նյութի մասն ենք խոսում։ Դու կարծում ես, որ Հայաստանում պահպանողականությունը բնակչության ենթագիտակցության մեջ պահպանված է, թե պահպանված չի։ Եթե պահպանված է, ապա ինչու է պահպանողականությունը մենք չենք տեսնում մեր կենցաղավարության մեջ։ Ուր Որոշ չափով Մկրտչյան ջան, պահպանողականություն կա արժեքների, որոշ չափով գործում է, բայց որոշ չափով էլ չի գործում։ Որ մասով չի գործում։ Օրինակ, մեկը մյուսին զիջելու հետ կապված տեղը, ասենք մեծերին զիջելու, օրինակ, հիմա մշակույթի կա, դպրոցում գալիս են, պարտադիր աշակերտները պետք է ոտքի կանգնեն, բայց համալսարանում մի 2-3%-ն է կայանում, երբ որ դասախոսը գալիս է ներս, պետք է ոտքի կանգնեն, պատվի արժանացնեն։ Կարա մի հոգի, երկու հոգի կանգնում, մնացածը չկանգնի, այսինքն դուրս է գալի 2%-ը գործում է, 98%-ը չի գործում։ Նույնը քայլելու մեջ։ Կայությունը աչով քայլեն ու ձախով քայլեն։ Մեկը մեկին որ թևով չխփեն, մի հատ էլ մեկը մեկին մունատ գան։ Մտնում ենք մետրոպոլիտեն գրված է։ Երկ եւ բան դուրս գալու տեղը։ Այսինքն մեկը մյուսին պրոցիվ է գալիս արդեն իսկ, բայց գրած է հստակ կանաչ գույնով երկ եւ մուտք չկա։ Որտեղ գրած է մուտք չկա, հակառակ են գնում մյուսներին։ Տարական էլեմենտար վերաբերմունք է օրինակ համար քաղաքական կյանքի մեջ։ Այդ առումով չի գործում։ Մի 2%-ն է գործում։ Գնանք մետրոպոլիտեն հիմա նայենք օրինակի համար։ Այդ պրոցիվ են մեկը մեկին գնում, բայց հստակ տված է։ Հասկացա, հիմա ես ուզում որ մենք երեքով զրուցենք, էլի մենք խոսում ենք պահպանողականության մասին, այսինքն մեզանից յուրաքանչյուրը այդ ազգայնականի ինչն է պահպանում։ Ես որքան հասկացա, պարոն Մկրտչյանը նկատի ունի նախ եւ առաջ այն պահպանողական արժեքները, որ պահպանվել է ժողովրդի մեջ կենցաղավարական մակարդակով։ Իհարկե պահպանողականությունը մի հոգու կամ մի շերտի կամ մի խավի գործառույթ չէ, դա ամբողջ պետության գործառույթն է։ Իսկ պետությունը մշտապես բաղկացած է եղել մի քանի մասերից, ու մասնավորապես իշխանություն, ժողովուրդ, հարաբերակցությունը միշտ եղել է։ Հին ժամանակներում եղել են տարբեր դասեր, դասակարգեր, մասնավորապես եղել են ազնվականների դասակարգեր, որոնց տեղը այսօր ցավոք սրտի փոխարինել են այնպիսի կառույցներ, որոնց կարելի է անվանել հասարակական կամ քաղաքական կառույցներ, որոնք երբեք չեն կարող փոխարինել այն ուրեմն արժեքներին, որ դավանում էին, ասենք, ազնվականները։ Սրա մասին քիչ հետո։ Կներես, իմ խոսքը կիսատ մնաց, հիմա նորից վերադառնամ։ Նայեք, մենք երեքով պահպանողական ենք, թե չէ։ Եթե պահպանողական են, ինչի մեջ ենք պահպանողական։ Գոնե մենք մի հատ հասկանանք։ Ես հենց այդտեղ եմ ուզում խոսել։ Այնուամենայնիվ մենք ինչ որ այսպես ասենք մեր ծնողներից ժառանգել ենք, մեր պապերից ժառանգել ենք, կենցաղի մակարդակով փորձում ենք դա իրականացնել։ Ես շատ չեմ ուզում մանրացնել են կենցաղային մակարդակի հարգանք, մեծ, փոքր եւ այլն։ Ես հիմնականում նշեմ հատկապես այն կենցաղային նույնիսկ տոնակատարության վերաբերյալ այդ արարողությունները, որ հիմնականում եկեղեցու միջոցով է պահպանվել,
ոչ թե եկեղեցու միջոցով պահպանվելն, այլ եկեղեցին պարտադիր ամեն տարի այդ օրերը նշում է որպես ենթադրենք այսինչ օր, այնինչ օր, ու ժողովրդի մեջ կան այդպիսի սիրված օրեր, ենթադրենք ասենք նոր տարին է կամ ասենք ամառը վարդավառն է, վերջերս մենք ասենք տրնդես նշեցինք, սրանք այն սովորություններն են կենցաղավարության մակարդակով, որոնք հազարամյակներ առաջ մեր պապերը, մեր նախնիները պաստորեն ինչ-ինչ բնության օրենքների ելնելով կամ ասենք իրենց այն ժամանակվա ասենք մի քանի հազար տարի առաջ իրենց հողագործության կամ ասենք անասնապահության կամ չգիտեմ այսպես կոչված որսորդության, այդպես իրենց գործունեության ընթացքում որոշակի օրինաչափություններ են նկատել եւ ասենք սահմանել են հատուկ օրեր այսինչ օրվա համար այսօր օրինակ կներեք այսօր օրինակ կան պետական տոներ, որ նշում է ենթադրենք հանքագործի օրը կամ նշում է, չգիտեմ, այսինչ էներգետիկների օրը։ Նրանք բնականաբար ժողովրդի մոտ այնպիսի խնդիրների ման գագաթնակետ են, որ հաշվի է առնվում, որ ասենք այդ ոլորտը միավորում է մի քանի տասնյակ հազար կամ 100,000 պետության մեջ ապրող քաղաքացիներ, բայց խոսակցությունը այսօր չի ստացվում։ Պատճառը չգիտեմ։ Երևի մենք ազգայնական չենք դրանից։ Հավանաբար դրանից է կապ։ Մենք ավելի շատ գլոբալիստական տարածքում չփչփալով գնում գալիս ենք, ոնց որ մենք խնդիր ունենք։ Ես տենց եմ հասկանում։ Ես յուրաքանչյուրին հարցնում եմ. Պապուտ գերեզմանը որտեղ է։ Տեղը գիտես։ Պատասխանը չկա, չգիտեմ։ Մենք մեր նախնիների հետ կապած այդ ավանդույթը պահպանելու, հասկանալու մենք խնդիր ունենք, այսինքն ազգայնականն ինչ է։ Ես 7 պորտի մասին տեղեկության բացակայություն է ազգայնականություն։ Ես շարունակեմ երրակող խոսակցությունը։ Ես առաջարկում եմ նախ տարանջատենք այդ ինչ պահպանողականության կետեր կա, հա, նույնը հարսանեկան ավանդությունների մեջ էլ կա, արժեքներ, որ պահպանվում են, որոշակի չափով, ասենք մշակութային։ Ես ասեմ առանցքային խնդիր, միգուցե հիմա ես շատ շտապում եմ, բայց մենք պետք է հասկանանք, որոնք են առանցքային, ասես 7 պորտի իմացությունը դա առանցքային խնդիր է յուրաքանչյուրի համար։ Մենք այդ մշակույթից չենք օգտվում։ Մեզանից որևէ մեկը իր 7 պորտի անունը չգիտի։ Ամենառանցքային ասեմ, Միկոյան ջան, գլխավորը կայունանում օրենքի վերականգնումը, ազգայնականի գլխավոր նպատակը ազգային օրենքներ գոյություն է, հստակ ասվում է, անում ես մեկի համար, անում ես այն մյուսի համար, եթե խոսում ենք ազգային, դրա համար ասում ենք ազնվական, այդ 4 դինաստիաները, որ մեր գերբի վրա կան, հենց ինձ ճիշտ հասկանանք, ինքնախապեյությունից դուրս գանք, մենք մեզ չստենք։ Եթե ազգային առաջնորդություն կա, ազգային գաղափար ենք ասում, ազգի մեջ մտնում են բոլոր են հայերը, ովքեր անձնագիր ունեն Հայաստանի Հանրապետության, հստակ, ու իրանց շահերը պետք է ապահովվի։ Առաջինը պետքա տուն լինի ունենա մարդը, հողատարածք, դա ամենակարևորագույն պայմանը մարդը, որ տանիք ունենա, շատ կարևոր է։ Պետք է լինի, ասենք, օրինակ համար թափառականներ, մյուս։ Մենք ունենք խնդիրը բաժանենք երկու մասի։ Նյութական տարածքի պահպանողականության կետեր կան եւ հոգեվոր պահպանողականության կետեր։ Այդ ինչ որ հոգին եւ մարմին։ Այսինքն ներքին, հոգեվոր եւ նյութական։ Հիմա մեր խնդիրը այդ դեպքում շարենք նյութականը սկզբից, հետո նոր կանցնենք հոգեվորին։ Երբ որ նյութականը գալիս է այնտեղ բալանսավորման, արդեն ինստինկտիվ հոգեվոր արժեքները վերականգնվում են։ Այսինքն նյութականի հիմքը քաղաքացին պետք է ունենա նվազագույնը հող եւ տուն։ Նվազագույնը բոլորը անխտիր, եթե ազգի մեջ է մտնում 1 միլիոն է, եթե ազգի մեջ մտնում է 1 միլիոն, ուրեմն այդ 1 միլիոնը պետք է ունենա նույն բաներից։ Բոլորը ունեն տուն, բոլորը պետք է ունենան տուն, եթե ասում ենք ազգային, եթե ազգայինի մեջ է մտնում։ Իսկ մնացած դեպքերում, եթե մարդիկ տուն չունեն, մի քանիսը հարուստ են, դա կոչվում է ավազակապետություն։ Դա չի կարող ազնվականություն։ Հասկացա, մենք պետք է գաղափարախոսությունն ես դասում։ Ես ասեմ նյութական, խնդիրը բաժանում ենք նյութական եւ հոգեվոր։ Նյութական դաշտում մարդը, հայ մարդը պետք է ունենա հող եւ տուն։ Առաջին կարևոր պայմանը ազգայնականի, երբ որ դու գնում ես Լոս Անջելոս, դու չես գնում որպես հայ, դու գնում ես ինչ որ մի մարդ, որ Լոս Անջելոսում էլ տուն ունես։ Դա չի նշանակում, որ դու ազգային ես, դրա համար տուն ունես։
Եվ Աֆրիկայում ապրողները, այդ բեդուինները, որ տուն չունեն, չի նշանակում իրենք ազգայնական չեն։ Մենք խոսում ենք հայ ժողովրդի համար առանցքայինը, եթե մենք ազգայնականությունը պահպանելու համար, ընտանիքը որպես բջիջ ազգային պահպանելու համար պետք է ունենանք հող եւ տուն։ Հիմա օրինակ վերեմ, պատկերացնենք ես երեքս մի հատ ընտանիք ենք, ազգ ենք։ Հիմա մենք երեքով մեր ընտանիքի անդամներն եկա, ոնց որ մի հատ տան մեջ ապրենք, ասենք մեր երեքի սենյակը լուսավորենք, ջրով ապահովենք, բաղնիկ զուգարան լինի, այն մեր բարեկամների սենյակները թող մութ մնա, մոմի լույսի տակ դասովորեն։ Էդի չի կարա լինի ազգայնական կլինի այն դեպքում, երբ որ մենք մեր ազգի համար ենք մտածում, ասում ենք ազգ, որ ազգից ես, որ ցեղից ես, կամ որ տոհմից ես, դա մի ամբողջականություն է։ Բայց բոլորս այդ տան մեջ, այդ թագավորության մեջ, որ պետությունն է, բայց պիտի բոլորս ունեն, մեր ամենքի սենյակի մեջ պիտի լինի լամպոչկա, որ բոլորն են նստում են դաս են սովորում կամ իրենց գործերն են անում։ Հող մեկը խավարի մեջ չպիտի մնա, դա ազգային մեջ է մտնում, հստակ պետք է տարանջատենք, որ հասկանանք։ Իսկ մյուս պարագայում այս տարբերությունն եմ ուզում ցույց տամ, դա կոչվում է ավազակապետություն, եթե մի քանի սենյակներում լույս կա, այն մյուսում չկա։ Էս է խնդիրը։ Այ Գերմանիան ինքը ազգային պետություն չի։ Գերմանիայում բոլոր տներում լույս կա, ջուր կա, գազ կա, այստեղ սոված մարդ չկա, ինքը ազգային պետություն չի։ Ցանկացած պետություն ներկայացնում Մկրտչյան, ավազակապետություններ են, կլինի Գերմանիան, կլինի Ֆրանսիան, թե Ռուսաստանը, թե Աֆրիկան, դրանք ավազակապետություններ են։ Եթե կա միլիարդ, այդ մարդը ապահովել է յուրաքանչյուր օր գալիս է Գերմանիա ապրելու, ինքը ապահովում է նվազագույն պայմաններ, դրանք լավագույն պայման, ստեղի նվազագույն պայմանները Հայաստանի միջին պայմաններն են։ Համեմատական բարձր է, ես կողմ եմ, բայց այդ երևույթը ինքը կոչվում է ավազակապետություն, եթե կա միլիարդերներ, նույն ժամը 9-ին գնում են գործի, 6-ին գալիս են տուն, այդ ոնց է տենց լինում, տենց էդի չի կարա ազգային մեջ մտնի։ Ազգային ընդհանրապես գոյություն չունի, աշխարհում գոյություն չունի ազգային, որ կարա գործի, հաստատի։ Հիմա իմ շահերը ոչ մի ձև, հիմա ինչ որ Հայաստանում անում են աջակողմյա ուժերը, ոչ մի ձև իմ շահերին չի համընկնում։ Խոսում են ոսկի դար, մեծ հայք, բայց իմ շահերին вообще չի համընկնում ընդե։ Ես էլ եմ այդ ազգի մի մասնիկը, ասենք Ալեքսանյանն էլ մասնիկը, չէ՞։ Բայց իմ շահերին չի համընկնում։ Ես էլ ծննդական ունեմ, անձնագիր ունեմ, ինչի՞ չի համընկնում, որ թողը հել եկել եմ Ռուսաստանում օրինակ հիմա։ Ազգային բառը կա, բայց դրա նյութականացումը չի եղել, պրոստը մանրուքներ, մենք հիմա պահպանել ենք այն մանրուք սուրբ կետերը, որ հիմա այդ ենք ուզում վերականգնենք, ակտիվացնենք, թե չէ որ պահել ենք ումա պետք։ Բայց ինքը գլոբալ առումով, ես էլ ասեմ խոսքը Ալեքսանյան, գլոբալ առումով, երբ որ մենք ասում ենք հայ ազգայնականը պարամետրերը վերջնականապես ավերված են, ինքը այդ պարամետրերը չունի, այսինքն նյութական դաշտի պարամետրը բացարձակապես չկա, որտեղ մենք չգիտենք, երբ որ ասում ենք ազգայնականություն, դրա նյութական ապահովությունը ինչպիսին է, հոգևորը գիտենք, կապում ենք եկեղեցու հետ, կապում ենք ավանդական ընտանեկան արժեքների հետ եւ այլն։ Այսքանը հասկացա։ Աշխարհի բոլոր պետություններում է, մեր երկրում է, այս մի խափեություն կլինի, եթե ասենք ավիր, բայց հետո որ ասում է ազգային, չէ՞։ Ես լսում եմ բոլորին էլ։ Դա ազգային չի, ազգայինի անվան տակ, ոնց որ Սուրբ Գիրքն է ասում, իմ անվան տակ կան լույսի հրեշտակներ, կամ կասեն ոսկի դար, ոնց որ թռավն է, կանեն ուրիշ գործեր, լույսի անվան տակ, չի կարելի։ Ազգային հստակ ունի կառավարություն, ես Ալեքսանյան ջան, խնդրում կորոպես մի րոպե, մենք ես ամբողջացնեմ, վերջնական որ ես իտոգը հասկանանք։ Ազգային մեջ մտնում է, ես եմ մտնում, Ալեքսանյան դու, Մկրտչյանն է մտնում, ովքեր որ յան ազգանով են, ովքեր որ անձնագիր ունեն, հայերն են մտնում։ Ու այդ հայերը պետքա բոլորը մի հատ մեծ տուն պատկերացնենք։ Հիմա 7 պորտ ենք ունենք, մեր Հայաստանում սաղաս իրար բարեկամ ենք։ Մի պորտը համարվում է պապի, տատի, թոր։ Էդի ոնց որ չէ, պապի, երեխա թոր, այդ 3-ը մի պորտ է համարվում։ Սաղաս իրար բարեկամ ենք։ Հիմա հաստատ եմ ասում, խոսանք չէ մի քիչ, ամենամոտիկ բարեկամները դուրս կգանք, արյունակցական։ Այսքանը չի կարա պրոստը լինի մեծ տուն, ոնց որ իմ սենյակը մութ լինի, քո սենյակը ճոխ Ալեքսանյան, լամպուշկեքով, ջահերով, հենա, քո ջահից մի փոքր հան, մի հատ մոմենտ ու թորիմ սենյակը վառվի, էլի, ինչ ես քծիբություն անում, ինչ ես գողություն անում, գողական գաղափարներ առաջ տանում, օրինակն եմ բերում, դու դիվանդ $1000 անոց, ես вообще դիվանի չունեմ, ախպեր,
Հիմա ինչ կլինի, այն դիվանի կեսն է տուր, մի հատ աթոռը ես ունենամ, կանես չի ես չեմ աշխատում, առավոտից իրիկուն աշխատում եմ, օրինակն եմ ես բերում, էլի մեր վրա, խնդրեմ Համեցի Ալեքսանյան ջան։ Ուրեմն այս խնդիրը իրոք այնքան նուրբ խնդիր է եւ այնքան դրսևորումներ ունի, ես էլ այս ընթացքում մտքով մի քանի, այսպես ասենք, վարիանտ իմպրովիզացիա բաներ արեցի, վարիացիաներ եւ կուզենայի միանգամից ամենածայրահեղ օրինակը բերել։ Դրանից ծայրահեղ օրինակ աշխարհում գոյություն չունի։ Տեսեք, Հայաստանում մի այսպես կոչված ցույց է լինում հանուն պաշտպանություն Ղարաբաղի խոսքը 88 թվականի մասին է Լեռնային Ղարաբաղի աջակցության եւ ընդամենը 2-3 օրվա տարբերությամբ Ադրբեջանում հոսում են հայի արյան գետեր Ինչի համար թշնամին շատ լավ է պատկերացնում ինչ է այդ ազգայինը քանի որ բոլորի ազգանունները վերջանում են յանով եւ նույնիսկ այն ժամանակ կենտրոնական թերթերը այդպես են մեկնաբանում չէ որ դրանք բոլորը նախորդ ցուցակներ են կազմել ըստ թաղամասերի ըստ չգիտեմ շրջանների եւ այլն եւ այդ ցուցակներով մտել են տներ ու կոտորել հայերին Սա հենց ազգային ողբերգության տիպիկ օրինակ է, ծայրահեղ օրինակը բերեցի։ Ցավոք սրտի դրա հակառակ ծայրահեղականությունը չկա հայ ժողովրդի մեջ։ Երբ որ այսօր, ինչի համար այսօր, թեկուզ 30 տարի առաջ, թեկուզ, չգիտեմ, տասնյակ տարիներ առաջ եւ էլի ինձ թվում է դեռևս տասնյակ տարիներ հայ ժողովուրդը կդեգերի այնպիսի միասնության հասնել, երբ յուրաքանչյուր հայ հասկանա, որ ինքը, չգիտեմ, նույնիսկ Մարսի վրա ապրող յան ազգանուն ունեցող հայի հետ ունի ընդհանրություն, ունի ներքին ազգային կապ, որ այդ կապը պետք է սուրբ այնպիսի սրբորեն փայփայել, պաշտպանել, որ ոչ մի թշնամի չկարողանա ոնց ասում է երկու հայի արանքը մտնել։ Սա է ամենամեծ ուրեմն կապը, սա ես ընդհանրապես տեսական բան ասեցի։ Իհարկե, եթե հիմա ավելի կոնկրետացնենք եւ խնդիրը տեղափոխենք որոշակի առումով նաեւ քաղաքական դաշտ ինչ է ստացվում, որովհետեւ մենք ապահովենք այդպիսի միասնություն աջակողմյան ուժերի, այնտեղ միայն ժողովուրդը շատ քիչ է։ Ժողովրդին միավորել է պետք, ժողովուրդը ինքնստինքյան ինքնակազմակերպում է, իդեպ ասեմ, ժողովուրդը այսօր շատ ավելի ինքնակազմակերպված է, ես միտքը հաճախ եմ ես օգտագործում, եւ նույնիսկ ես այսօր ասում եմ, ես ընդհանրապես պետությանը չեմ վստահում, այսօր ժողովուրդն է ինքը իրան տիրություն անում, ժողովուրդն է ինքը իրան պահում, պետությունը ընդամենը ինչ անում, նստում է ժողովրդի գլխին թալանում է, ով նստում է թալանում է Հաջորդը գալիս է նախորդին է քննադատում։ Այսպես շարունակելով, սա ձեռք է տալիս մեր թշնամիներին։ Չկա այդ միասնությունը։ Այս սկզբի իմ ելույթը մոտավորապես այս տոնայնությամբ էի ուզում տանել, որպեսզի հասնեմ կուսակցություններին եւ հենց միանգամից ասեմ, որ Հայաստանում չկա այնպիսի կուսակցություն, որին կարելի է բացարձակ աջակողմյան համարել, կամ չկա այնպիսի կուսակցություն, որին բացարձակ ցախակողմյան համարել եւ չկա այնպիսի կուսակցություն, որին բացարձակ կենտրոնամետ համարել։ Հայաստանում հատկապես բոլոր կուսակցությունները անձերի շուրջն են ձևավորվում։ Ինչ որ մեկը ինչ որ կարողություն է ձեռք բերում կամ ինչ որ մեկի դաբրոն է ձեռք բերում, ասում են գնա հավաքի, որ մասնակցես ընտրություններին, մի երկու աթոռ դու կվերցնես, ոնց կասեն կտենց էլ կանես։ Բնականաբար ինչ աջակողմյան կամ Հայաստանի մասն է խոսքը։ Իհարկե զարգացած երկրներում կա այդ տրադիցիան այդ ազգայինը։ Ես հիմա նորից անդրադառնամ այդ ամենածայրահեղ իրավիճակից, երբ որ մեր թշնամիները մեզ պատժելու համար, ասենք կարող է ես հիմա այսպիսի ելույթ եմ ունենում, բայց ասենք ենթադրենք իմ կողքը թուրք չկա, իմ ելույթը լսելուց հետո, ասենք Բաքվում ապրող կամ չգիտեմ Անկարայում ապրող թուրքը կարող է գնա վաղը մյուսօր մի հատ հայ սպանի։
Սրա մասին է պետք մենք որպեսի այս միասնությունը, որ ասում են քիչ առաջ էլի այդ բառը օգտագործեցիք, համակարգ է, միասնությունը դա հենց այդպես կոչերով, լոզունգներով չի լինում, դա համակարգ է, այդտեղ պետք է տարբեր շերտեր պարտադիր պետք է միավորվեն, պետք է ղեկավար լինի ժողովրդին, այսպես ասենք, համախմբող ուժ պետք է լինի։ Այդ համախմբումը ոչ միայն ըստ գաղափարի է լինում, ըստ, չգիտեմ, մասնագիտության է լինում, ըստ ազգային պատկանելության, ըստ կրոնական պատկանելության, այդ համախմբումը լինում է նաև պարոն Սահակյանը մի քանի անգամ կրկնեց, հավասար բաշխելու արդյունքում է դա նաև լինում։ Եթե այսօր ինչ ասեմ, պատահական մի քանի հոգի հարստացել են, դա չի նշանակում, թե իրենք, չգիտեմ, իրենք են այս երկրի տերը, ոչ, իրենք այս երկրի թալանչիներն են, տերերը չեն։ Եվ այդ պետք է մենք այնպիսի պետություն ունենանք, այնպիսի իշխանություն, որ ասի ախպեր ջան, այդ ոնց որ գողացել ես, այդպես էլ մեր բաժանի հավասար ժողովրդի մեջ, որպեսզի ժողովուրդը կարողանա ինքնա, այսպես ասենք, կազմակերպման մակարդակով իր ազգային խնդիրները լուծի, որտեղ նաև մեր կյանքն ցույց տալիս ցավոք սրտի, որ այսօր ոչ մի փողատեր, ոչ ազգային, այսպես ասենք, նրա ազգային պատկանելությունը շատ անորոշ է։ Նա անդեմ ազգային առումով, անդեմ, չգիտեմ, ինչ էակ է, նրան կարող է, ասենք, Մարսի վրայից մի հատ զանգ գա, ասենք, գիտես ինչ, վաղը թռնելու ես Մերկուրի, դա է քո տարածքը, դու ուրիշ խնդրի հետ գործ չունես, այս սա է ամբողջ դժբախտությունը։ Շատ լավ, ելի նորից խնդիրը, մենք երկու բաժին ունենք, նյութական մաս և հոգևոր մաս, հոգևոր մասում մի ինստիտուտ ունենք կրոնական հայ առաքելական եկեղեցին, որը ըստ էության միակ լավ թե վատ ինստիտուտը, որը պահպանում է, ապահովում է ազգայնականության հարատև կյանքը գոնե արդեն 1700 տարի։ Սա փաստ է, սա մենք գիտենք։ Հիմա նյութական տարածքում ազգայնական իրավունքները պետք է պահպաներ իշխանը, որը չկա, քաղաքապետը, որը չի գործում, հանրապետության կամ պետության նախագահ, որը չի գիտակցում։ Որը այս առումով խնդիրը շատ պարզ է, քանի որ Հայաստանում ազգայնական ուժերը իրենք չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել ազգայնական, այդտեղից էլ գալիս է դա չկազմակերպվելու կամ խնդիրը չկարողանալ ձևակերպելու պատճառները։ Ինքը Հայաստանում օրենքը չի գործում որևէ մակարդակում, ոչ ազգային, ոչ ապազգային, որևէ տարածքում չի գործում։ Եվ այստեղ այդ խնդիրները պետք է բարձրաձայնվեն հենց այս տեսանկյունից։ Եթե մենք ուզում ենք, ցանկանում ենք ունենալ ազգային պետության, ապա մեր աչքի առաջ մի հատ կառույց կա, հայ առաքելական եկեղեցին, որը այսպես թե այնպես 1700 տարի կարողացել է պահպանել, սերունդեսերունդ փոխանցել եւ ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել ընդհանրական ազգային մտքով գործելով։ Հիմա ազգայնականը որտեղից պետք է վերցնի իր էներգիան։ Հավանաբար կրոնական դաշտից չէ, թե էլի դաշտ կա, եթե կա ասեք։ Մակոջան, այո, կրոնական տարածքից, հոգևոր աշխարհից, բայց ինչպես որ մարմինն է, այնպես նույնքեւ նաև հոգին է։ Նույն բանը ամբողջ եկեղեցու մեջ է տեղի ունենում ավազակապետությունը։ Նույն հոգևոր աշխարհում ավազակապետություն, նույնը նյութական աշխարհում է։ Պլյուս էս ամեն ինչին, մեկ ուզում եմ հստակ մեջբերում անեմ ժողովրդավարական խոսքից։ Ազգ հելնի, գերանգը կոդրի, կամ աշխարհի հարցը կլուծի։ Եթե ազգը հելնի, կամ եթե գյուղ հելնի, գերանգը կոդրի։ Այս բառը ասում է, եթե գյուղը ամբողջությամբ հելնի, ոչ թե մի հոգին ասի, ես ջուր անեմ կամ մնացիմ գործերով, ես տրնդեզ եմ գնում կամ բան, բոլորը։ Դրա համար խոսք ունենք բոլորը, կամ որ ասում ենք մեր աղբերը եկավ։ Այդ ոնց է լինում, աղբերներից մեկը դառնում է միլիարդեր, այն նույն իր աղբերները քյասիբ են։ Բայց այդ աղբերություն ուր մնաց, որ ասում են գործ անենք 50-50 հալալ լինի։ Լուբոյ գործը էտա, խափեություն է։ Ես ինքս
գործընկերների շրջել եմ Հայաստանի գրեթե 90% գյուղերում եղել եմ, շփվել եմ մարդկանց հետ, առավոտից իրիկում քրտնիկները վրաներից գնում աշխատում են հողագործության հետ, կանայք կարտոշկայի մեշոկները գցում են ուսներին, կրում են ստեյս, տանում են ընդե։ Եթե նույն աշխատանքը անում են, այդ ոնց է, որ իրանք ունենում են այսքան, նույն ժամին մարդիկ աշխատում են, այնքան են ունենում, հնարավոր չի հաշվել, դա կոչվում է ավազակապետություն։ Ես խնդրում եմ ուղղակի, այն ուժերին, ովքեր որ լսում են, ուզում եմ նաև կոչ անեմ, էլի, այդ արտահայտությունը անելուց, մի մտածեք, էլի ինչ եք խոսում вообще, ազգ ասելուց։ Ազգի մեջ ես էլ եմ մտնում, այդ ազգի մեջ ես էլ եմ մտնում։ Ու ես չեմ ուզում որևիցե մեկի պատերազմի դուրս գամ, բայց եթե հանկարծ կպնի իմ շահերին ու կպնում է ազգային այդ գաղափարախոսը, թագավորական հոգեվիճակ է, այսինքն թագավորներ եք, կայսերից էլ վերև եք, աստվածացում է գնում, միասնություն, միաբանություն։ Չի կարա միաբանություն լինի, եթե Ալեքսանյանը ունի դղյակ, ես ունեմ խրճիտ։ Ինչի շուրջ միաբանվենք, խրճիտի ու դղյակի։ Լավ, ես այսքանով ուզում եմ ասեմ, որ ազգը հելնի, աշխարհի հարցը կլուծի, ազգը հելնի, ամենամեծ գերանը կկոտրի, բայց ազգը մեծից փոքր, օրինակ մի հատ է շատ ներողություն, մեջբերում անեմ, բանակում տղերքը, որ ծառայում են, մենակ զինվորներին են փառաբանում, չէ, բայց ախր այդ զինվորի շորերը, որ կարել են, մայրերն են գիշեր ու զոր նստել են, ոնց որ գիշերները չեն քնում, տղերքը պոստ են պահում, մամաներն էլ ախր այդ շորերն են կարում, բայց այս մատերները մազոլը էլ, ինչի չի գնահատվում, մենակ զինվորը չի ինձ է, այդ ինչ մուտիլովկաները, այդ հարմար բառ ասեմ, ինչի պետք է մենակ զինվորը գովաբանվի, բայց ծնողները, որ գիշեր չերեք սմենային աշխատանքով չեն քնում, իրենց մարդկանց կողքի են տան մեջ աշխատում, կարող են չի գնահատվում, կամ բռնող են չի պետք է չգնահատի, որ շորը ներկում է։ Այսքան ուզում ասեմ ազգային չկա, պրոստը մենակ մեր պատկերացումների մեջ կա, ով որ ասում է ազգայինը հստակ սուտ է, այս թեմայով հարց կլինի, կարանք եթերի ժամանակ ցանկացի խոսել, պրոբլեմ չկա։ Շատ լավ, շատ կարևոր եզրակացության եկար, այսինքն մենք ապրում ենք սպեկուլյատիվ տարածքում, շահագործում ենք ազգային եզրույթը, երբ որ դա մեզ հարմար է, բայց իրականում ազգայինը որպես այդպիսին մեր մոտ չասեմ չկա, հասված է նվազագույնի։ Ես մի կարևոր հարցի մասին էլ կուզենայի ազգային դաշտի, այսպես կոչված կարևորագույն, եթե ոչ ամենակարևոր հարցի մասին արդեն նախնական իմ ելույթների ժամանակ ես այսպես հերվից էի գալիս, որպեսզի աստիճանաբար մոտենայի ավելի մեծերին, ավելի հզոր այդպես ազգային դաշտին։ Խոսքը հայրենիքի մասին է։ Հայրենիքը այն տարածքն է, որը պատկանում է ամբողջ ազգին, անկախ նրանից այդ հայրենիքը ամբողջական է, թե մասնատված է։ Ցավոք սրտի, իդեպ ես այս գաղափարի որպես գրող եղել եմ շատ տասնամյակներ առաջ եւ տեսնելով հատկապես պետականությունից հետո, երբ որ ձևավորվում էին մեր պետական մարմինները նոր ձևավորվում էին, ինչ էին անում։ Ասենք տեղական ինքնակառավարում ստեղծելու համար ես ինքս ակտիվ մասնակցել եմ, ասենք օրինակ Քանաքերձեյթուն համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի ստեղծմանը։ Այդ առաջի ընտրություններին նույնիսկ ավականու անդամ եմ ընտրվել։ Եվ այնտեղ իմ ամբողջ գաղափարախոսությունը ազգայինը պահպանելու վրա էր, զեյթունյան, զեյթունցիական այդ կոլորիտը պահպանելն է, չէ՞ որ այսօր պատմական զեյթունից մնացած միակ նյութական արժեքը Երևանի զեյթուն թաղամասն է եւ այդ համայնքի վրա է ձևավորվում։ Ավելին ասեմ, այն ժամանակ երբ որ կուսակցությունները ուզում էին գրել տեղական ինքնակառավարման, այսպես ասենք, օրենքը, գրող չկար, ընդհանրապես, չեմ ասում ընդհանրապես իրավաբաններ չկային, բայց գաղափար չունեին ինչ բան է տեղական ինքնակառավարման, բայց քանի որ արդեն ազատություն էր, ասում էին լավ, մի հատ կոմանդիրովկա գնացեք Եվրոպա,
Գերմանիայից կամ Ֆրանսիայից ոչ մի հատ բան օրենք վերցրեք, բերեք, մի քիչ ձևափոխեք, դրեք աշխատեք։ Այսպես են օրենքներ ստեղծում, ու մինչև այսօր այդ օրենքները այդպես են օրենքներ ստեղծում։ Ես ինչ եմ կենտրոնանում այս օրինաստեղծ այսպես կոչված տրադիցիայի վրա, շատ բացասական իմաստով տրադիցիայի վրա։ Սա տրադիցիա չի, արտագրություն է, ոնց որ դպրոցում կամ ինստիտուտում մեկը մյուսից արտագրում է, դա չեղավ սովորել։ Նույն բանն էլ օրենքը արտագրելն է։ Եվ երբ որ այդ խոսքը տրադիցիայի մասին էր, երբ որ ես իմ, այսպես ասենք, գաղափարը ներկայացնում էի, տարբեր ասպեկտներով առիթներ եղել են, առաջին նախադասությունը ես սա էի ասում, գիտեք ինչ ասում էի, մեր պետությունը կամ մեր ազգը իր ամեն ինչով, եւ պատմությամբ, եւ մշակույթով, եւ չգիտեմ, տարբեր դրական բացասական հանգամանքներով շատ է տարբերվում աշխարհի մնացած բոլոր երկրներից։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ չի կարելի որևէ պետության օրենքը վերցնել, բերել կիրառել Հայաստանում։ Դրա համար պետք է ընդհանրապես մի քիչ աշխատանք կատարել, նախ սեփական խնդիրները գնահատել, ոնց որ ասում են բիզնեսի լեզվով մի հատ տերմին կա, գույքագրել բոլոր խնդիրները եւ սկսել աստիճանաբար լուծել այդ խնդիրները։ Ոչ թե մի հատ օրենքը բերում արտագրում ես, այն նույն ձևով էլ մեր մոտ կուսակցությունների օրենքները տարածվեցին սահմանադրության մեջ շատ արտագրված բաներ կան, դրա համար հələ լավ է որ 90-ականներին մենք ունեինք ձևավորված մտավորականություն, նրանց շնորհիվ գոնե մեր սահմանադրության մեջ մի քանի լավ ազգային կետեր պահպանվեցին, որը ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ ներկայումս ուզում են դրանք էլ ջնջել ու վարանել։ Այնուհանդերձ ամենակարևոր պահը ազգայինը պահպանելու Սահակյանը մի քանի անգամ կրկնեց, այդ ամեն ինչը օրենքով պահպանելն է։ Նախ պետք է օրենքը մենք ստեղծենք կամ օրենքը սահմանենք եւ ասենք սա պարտադիր է բոլորի համար։ Հայրենիքը պարտադիր է բոլորի համար։ Ինչ է նշանակում ուրեմն հայրենիքի խնդիրը, ասենք մենք եթե չենք կարողանում լուծել, գոնե չմոռանանք, գոնե փոխանցենք հաջորդ սերունդներին, որպեսզի հնարավորության դեպքում նրանք լուծեն։ Մենք պետք է ոչ թե ասենք, գիտես ինչ, սա այսօր մեր ունեցածը 30,000-ն է, եկեք մոռանանք 300,000-ը։ Խոսքը քառակուսի կիլոմետր տարածքի մասին է։ Բնականաբար մենք դրանով, ինչ ասեմ, մենք ամբողջովին փաստորեն մենք հայրենիքը մատնում ենք կորստի։ Իհարկե բազմաթիվ մտավորականներ կարծիքներ են հայտնել, որ եթե հայրենիքը կորցնում ես, դա մշտական կորուստ չի, դա ժամանակավոր է եւ հնարավոր է ինչ որ հանգամանքների բերումով ետ վերադարձնել։ Եվ պետք է այնպիսի սահմանադրություն ստեղծել, որը նախատեսի այդ ետ բերելու տարբերակը։ Օրինակ ես մի քանի անգամ մասնակցելով սահմանադրական բարեփոխումների քննարկումներին առաջարկել եմ Հայաստանը դաշնային Դավիթ, կներեք, դաշնային չէ, կներեք մի օրինակ եմ բերելու, դաշնային հանրապետություն։ Ինչի համար, որպեսզի մենք կարողանանք եւ Արցախը միացնել, եւ Ջավախքը միացնել, վաղ մյուսօր Արևմտյան Հայաստանը միացնել, այսպիսի հնարավորություններ մենք պետք է ստեղծենք։ Ոչ թե ասենք, չէ, եկեք մոռանանք, սանանք են անենք։ Իսկ հայրենիքի գաղափարը ամրապնդելու համար, այո, դուք ճիշտ եք ասում, պետք է 3-4 սերունդ, ոչ թե 3-4 սերունդ, այլ պետք է ընդհանրապես հազարավոր տարիներ հետ գնալ եւ ասել, գիտեք ինչ, Երևանը իմ պապի պապն է, ապու պապն է հիմնադրել։ Այդպես վստահ պետք է ասել։ Նույնը, չգիտեմ, մնացած բոլոր բնակավայրերի մասին է խոսքը։ Շատ չընթերցակվի, բայց կուզենայի մի շատ հետաքրքիր օրինակներ բերել մեր մեծերի այսպես ասենք զրույցներից, բայց խոսքը փոխանցեմ ձեզ։ Ալեքսանյան ջան, Մկրտչյանը որ ասում է երեխեք ունենալը, չէ, հիմա այսօր
Զույգերը, որ ուզում են ամուսնանան, տուն չունեն։ Մի քանիսը ունեն պալատներ, մնացածը տուն չունեն։ Այդ դարդու ցավից չեն կարողանում զույգերը ամուսնանան։ Պարտքերի մեջ են, ժամանակ չունեն իրար սիրելու, որովհետև մտածում են այս վարկը մուծեն, մտածում են փող մուծեն, իրար սիրելու ժամանակ չկա։ Այնքան հոգսերը, ավազակապետությունը այնքան մարդկանց վրա հոգսեր է դրել, որ ազգայինի հետ вообще կապ չունեցող բան է, դա հստակ ավազակապետության մեջ է մտնում։ Զույգերը պետք է երեխա ունենան, ինչով պահեն երեխեքին։ Ուտելիքա չէ պետք, չկա, պարքերի տակ խեղդված են, հարազատս։ Դա մենք պետք է հասկանանք այդ խնդիրը ու խնդրում եմ ես մարդկանց, հիմա այն մարդիկ, ովքեր ասում են ազգային, սրտի մի քիչ ուշադիր լինենք արտահայտությունների մեջ, ուշադիր լինենք, ազգային մի քիչ հսկայական պատասխանատվություն կա ազգ ասելով, դա բոլորը անխտիր մտնում են այդ ազգի մեջ։ Ես այս ուզում եմ այսքանը ասեմ շատ հստակ, որ այսօր զույգերը երեխա շատ չեն ունում նրա համար, որովհետև չեն կարող այդքան պահել։ Խեղդած են պահում, հասկանում ես, գող ավազակները խեղդած են պահում, ուղիղ եմ ասում։ Հրեշտակի դիմակներով, քնքուշ դեմքերով, նուրբ համեստ խոսալով, ստե համեստ խոսալով չէ, շատ կարան մարդիկ քնքուշ խոսեն, նուրբ խոսեն, բայց դրանով չի, այդ դիմակներ են այդ ամեն ինչը։ Խաղալու դիմակներ են, ես այսքանով այսքան է, շնորհակալություն, հարազատներ, Մկրտչյան ջան, համեցի, ինչ կա ասելու։ Մեր խոսակցությունը այսօր չստացվեց, եւ շատ ուրախ եմ, որ չստացվեց, որտեղ մենք ազգայնականություն հենց այսպես էլ պատկերացնում ենք։ Դրա համար չստացվեց խոսակցությունը։ Սրանով բերեք ամփոփեք, բարի գիշեր, ստեսություն։